Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը իդեմս Լևոն Զուրաբյանի ունենալով վարչապետի թեկնածու վերջին շրջանում զբաղված է Սամվել Կարապետյանի նույն Տաշիր Սամոյի քաղաքական PR-ով։ Վերջին երկու շաբաթվա ընթացքում նա արդեն 3 հայտարարություն է արել, 3-ում էլ կոչ անելով համախմբվել հենց Սամվել Կարապետյանի շուրջ։ Թերևս անհասկանալի է, թե ինչու է առաջին նախագահը թերագնահատում սեփական թեկնածուի հնարավորությունները, բայց կողքից դիտողի տեսանկյունից շատ անհարմար բան է ստացվում։ Առաջին նախագահն իր ցավալի իրողությունների եւ խոհեր հրապարակման մեջ անդրադարձ կատարելով առաջիկա ընտրություններին ասել է, որ Փաշինյանի արևմտյան տերերը Սամվել Կարապետյանի հաղթանակը համարելու են Հայաստանում ռուսական ազդեցության վերահաստատումը, ինչն ամենևին չի մտնում իրենց հեռահար հաշիվների մեջ։ Ուստի նրանք փորձելու են ամեն ինչ անել նման զարգացումը խափանելու ուղղությամբ, անտեսելով այն հանգամանքը, որ սեփական իշխանությունն ընտրելու բացառիկ իրավունքը պատկանում է ժողովրդին։ Այս առնչությամբ քաղաքագետ Էդգար Առաքելյանը մեզ հետ զրույցում ասաց. Նախ այդ արևմտյան տերեր խոսույթը մեծ առումով անսպասել էր իրենից լսել, իսկ եթե այդ տերմինոլոգիայով խոսում, ապա նույն հաջողությամբ պետք է ասել, որ իրենք էլ ըստ էության ռուսական տերեր ունեն երևի, այսօր այդ ռուսական ուրեմն որջը Հայաստանի դեմ պայքարող այսօր դուրս է եկել եւ փորձում է ցույց տալ, որ այս գործընթացները ինչ որ գեներացվում են արևմուտքից, իշխանություն առնվազն Նիկոլ Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կառավարման այս ամբողջ տարիների ընթացքում ապացուցվել է, որ Հայաստանում այդ 30-35 տարիների ընթացքում առաջին անգամ է, որ իսկապես ժողովուրդը կարողանում է ազատ ընտրություն կատարել։ Ինչ վերաբերում է նրան, որ ՀԱԿ-ն ունի վարչապետի թեկնածու, սակայն Տեր-Պետրոսյանը զբաղված է Սամվել Կարապետյանին գովերքելով, քաղաքագետը կարծում է, որ այստեղ абսուրդային իրավիճակի ենք հանդիպում։ Այստեղ երևի կան արանքում մեծ գումարներ, դրա համար Տեր-Պետրոսյանը ավելի շատ խոսում է Տաշիր Սամոյից, քան իրենց ուրեմն թեկնածուից, եւ մեծ առումով սա անարգանք է սեփական թեկնածուի, սեփական թիմի, սեփական կուսակցության նկատմամբ։ Հրապարակման մեջ առաջին նախագահը խոսել է նաև եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների մասին եւ այս հարցում կրկին քննադատության է ենթարկել Նիկոլ Փաշինյանին։ Նա հարց է բարձրացրել՝ եկեղեցին իրավունքներ ունի, թե ոչ։ Այս առնչությամբ Էդգար Առաքելյանն ասաց, որ եկեղեցին իրավունքներ ունի, բայց եկեղեցու իրավունքները սահմանափակվում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով։ Այստեղ էլ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսելու առիթ ունի, քանի որ հենց առաջինը Գարեգին Բ-ին կտրիչ Ներսիսյանին առաջինը հենց ինքն է մերժել 2008 թվականին եւ այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին ում դեմ պայքարում էր, համենայն դեպս ցույց էր տալիս, որ պայքարում էր, այսօր դարձել է նրանց համախոհը այդ մարդկանց, որոնց հետ հիմա այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը պայքարում է ըստ էության ոչ թե իշխանության, այլ պետության դեմ, այդ մարդկանց ժամանակին, այդ մարդկանց հավաքական կերպարը եւ ստեղծած համակարգը այդ մարդկանց մեծ առումով ինքը համարում էր ավազակապետեր, իսկ իրենց ստեղծած համակարգը ավազակապետություն, այդ ավազակապետերի հետ ինքը միավորվել է եւ ըստ էության պայքարում է Հայաստանի ինքնիշխանության ու անկախության դեմ։ Ի հավելումն քաղաքագետն ասաց, որ ժամանակին այդ նույն բուրժուա-դեմոկրատական հեղափոխության առաջնորդը Գագիկ Ծառուկյանն էր, որը կարգված էր Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից։ Հիմա Սամվել Կարապետյանն է, որը եղել է առաջին նախագահի կողմից ձևակերպված ավազակապետության քաղաքական, տնտեսական, ֆինանսական հենասյուներից մեկը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։